Ցավոք սրտի կարծում եմ, որ այս միջադեպը շատ ուղիղ պատասխան է բոլոր նրանց, ովքեր փորձում են ռացիոնալ օղակ փնտրել իրացիոնալի մեջ։ Կարծում եմ, որ որևէ տրամաբանական բացատրություն այս փորձին գոյություն չունի։ Սա ուղղակի այլատիացության, ներքին ագրեսիայի ձևավորման, զինվորական առումով չբացատրելի արարքները հերոսացնելու երկարաժամկետ իմ գնահատականով չափազանց իռացիոնալ քաղաքականության արդյունքն ու դրսևորումն է։ Ինչպես միշտ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը այդ փորձին տվել են համարժեք արձագանք, կատարվել են ինչպես կանխարգելիչ, այդպես էլ պատժիչ միջոցառումներ և այդ մոտեցումը շարունակելու է այնքան ժամանակ, մինչև հակառակորդը չհասկանա, որ անիմաստ է փորձել լուծել մի խնդիր, որը այդպես չի լուծվում զինվորական ռազմական ճանապարհով։ Մենք յուրաքանչյուր կորուստ, որ ունենում ենք զինված ուժերի, դա մեր ողջ ժողովրդի և մեր ողջ երկրի կորուստն է, և չկա որևէ գին, որը պարտադրելով հակառակորդին մենք կլրացնենք այդ կորուստը, բայց գինը միշտ լինելու է և այդ գինը միշտ լինելու է անհամաչափ այնքան ժամանակ, ինչքան դա պահանջվի մինչև վերջ հասնելու համար այս գաղափարը հակառակորդին։